դիտարժան եթեր է մեզ սպասվում, սպորտային առումով, իսկ մեր եթերում հիմա արդեն համեղ պահն է մեկնարկելու սիրելի հեռուստադիտողներ, մենք ողջունում ենք մեր Անուշին։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք աղցան կոտեմով, հազարի տերևով, տանձ կապույտ պանիր կօգտագործենք, հապալաս եւ ընկույզ։ Ու շատ հետաքրքիր թանձրուկ ենք պատրաստելու, որը այս կանաչիներին կտա յուրահատուկ համ եւ բոլոր բաղադրիչները, որ կդասավորենք վրան, արդեն յուրօրինակ համ կստանան։ Կապույտ պանրի եւ տանձի համադրությունը շատ եմ սիրում։ Այո, հապալասն ինձ մասնավորապես գրավել, սա իսկապես նաեւ դիտարժան աղցան է, այո։ Կոտեմ կտրենք այսպես մի քիչ ավելի խոշոր, մեծ, այսպես։ Կոտեմ սիրում եք։ Ես անկեղծ ասած ոչ։ Ես այո։ Բայց ես պատրաստ եմ Անուշի պատրաստածը փորձել, որովհետև համային հետաքրքիր պայթյուններ եւ հրավառություններ են տեղի ունենում Անուշի պատրաստածից եւ դու հասկանում ես, որ այն ինչ չէիր սիրում գուցե եւ սիրես։ Հետո թանձրուկը ինձ թվում է կբալանսավորի այդ մի քիչ սուր համը, այո։ Բավականին փոխվում է։ Եվ հետաքրքիր է, նաև կարելի է խաղող օգտագործել հապալասի փոխարեն։ Պատկերացնում եմ համեղ կլինի։ Բայց ինչ լավ է, որ այսօր հապալասն է։ Ես հապալասը շատ եմ սիրում։ Հիմա ուրեմն աղ ու պղպեղ կանենք։ Առանձին կպատրաստենք թանձրուկը։ Ինա։ Որպեսզի շատ լավ խառնվի, դրա համար պետք է առանձին խառնենք կանաչին։ Փոքր սև պղպեղ։ Այս ընթացքում մենք կարող ենք դնել թավայի վրա ընկույզը, թող բովի։ Ես արդեն դասական դարձած հարցեր ունեմ Անուշ, օրինակ ինչպես է կոչվում այս աղցանը։ Ես ասում եմ կոտեմով տանձով աղցան, հենց այդպես եմ գրել, իմ մի քիչ ավելի հին բաղադրատոմսերից եմ վերցրել, այդպես։ Դու բաղադրատոմսերի տետրում ես, սիրելի Անուշ։ Այո, դա հասկացար, որ տետրից է։ Ձեռագրով գրված, հա։ Այո։ Ահա, հիմա մենք պետք է ավելացնենք մոտավորապես 1 թեյի գդալ, մի քիչ, սա դիժոնյան մանանեխ է, քաղցր է։ Կավելացնենք մեղր։ Ինչ հետաքրքիր համադրություններ են։ Այո, դե ասեմ, որ տանձի վրա կապույտ պանիրը կարելի է դնել ուղղակի մեղր եւ ընկույզ ու դնել ջեռոց մի քանի րոպեում արդեն պատրաստ կլինի մեկ այլ աղանդեր, այնպես որ սա մոտավորապես նույն բաղադրիչներն են, ուղղակի աղցանի տեսք կստանա։ Կարամելիզացված տանձ կստացվի։ Այո, ավելացնում ենք մի փոքր թահին։ Օհո, շատ հետաքրքիր թանձրուկ է։ Եվ կիտրոնի հյութ պետք է ավելացնենք։ Չմոռանանք ընկույզը։ Սա ինձ համար այսուհետ իմ մտավոր բաղադրատոմսերի գրքերի մեջ, այո, կապույտ աղցանն է։ Կապույտ մորուքը։ Ինչ լավ է հնչում կապույտ աղցան։ Մենք երաժշտություն կարծես չունենք, հա։ Չէ։ Լավ։ Այսօր պարզապես տաղավարում հնչող երաժշտություն ունենք։ Շատ ափսոս ենք, ունենք հապալաս կապույտ պանիր, բայց չունենք այսօր Լայզա Մինելի։ Վստահ չունենք, գուցե մինչև Եթե ինձ համոզելու խնդիր կա, ես պատրաստ եմ։ Համոզվեցիր, ինչ լավ է։ Իհարկե, մնում է երգը ընտրենք։ Ու սկսենք բառերը փոխել։ Հիմա մի լավ պետք է խառնենք։ Եվ տանձը պետք է կտրենք ու պանիրը։
Ահա, մի փոքր թանձրանա, միասեռ զանգված դառնա։ Գույզը չմոռանանք։ Խառնում ենք։ Ու մի լավ պետք է խառնել։ Ահա։ Եվ մատուցման ափսեի վրա հիմա կդնենք կանաչին ու կդասավորենք պանիրն ու տանձը։ Այև որ այսպես կանաչիները հատ առ հատ կարելի է ասել թանձրուկով մի լավ խառնված են, աղցանը բոլորովին այլ համ է ստանում։ Իհարկե մենք կարող էինք թանձրուկը ամենավերջում ուղղակի այսպես վրան ավելացնել, բայց այդպես այն համը չէր ստանա, ինձ թվում է։ Ինչ այս դեպքում։ Համլետ դու մտածում ես Այո, ես երկերի խոսքեր եմ ես նկատում եմ եւ լռում եմ Լայզա համբերատար Մինելի դուետի համար, որպեսզի մենք եւս մեկ կատարում ձոն ենք ավանդույթի համաձայն այսօրվա աղցանը։ Իսկ ինչ երաժշտության շուրջ ես Մտածում եմ, մտածում հենց մեր եթերում հնչած վերջին ստեղծագործությունը, առաջին ստուդիայից հնչեց հատված Բրյունետի եւ Ռոբերտ Քոլոյանի կատարումը։ Ես էլ էի մտքով Բրյունետի հետ, բայց մեղեդիով մենք կկատարենք սկապույտ բանները։ Հետո։ Տապակած դու ընկույզով, հա։ Ապրես։ Բաց սկապույտ։ Սուր կոտեմի համը։ Մեղրային այս թանձրուկով։ Էդե։ Չէ, արի սկզբից գանք, լավ ստացվեց։ Բաց սկապույտ բանները։ Չենք սովորում են, չի ստացվում, երևի այն ու ամենայնիվ մերը վարելն է։ Չենք հանձնվում։ Մինչ Անուշը կպատրաստի, ես քեզ հիմա Ես լռում եմ, որպեսզի դուք չխանգարեմ ձեզ ստեղծագործեք։ Հակառակը, հիմա եթե դու խոսես, մենք կարողանանք արագ այստեղ փոքրիկ փորձ անել։ Շատ լավ։ Այդ դեպքում ասեմ, որ տանձի միջուկները մենք հեռացրեցինք, ինչ որ ավելորդ է այստեղ։ Եվ հիմա գեղեցիկ կկտրենք։ Կարող ենք խորանարդներ անել, կարող ենք այսպես կտրենք այս անգամ։ Ահա։ Ընկույզը շուտով արդեն կբովի։ Ես հիմա սրան կդասավորեմ գեղեցիկ։ Իսկ պանիրը խորանարդաձև կկտրենք։ Այստեղ ինձ թվում է նաև, եթե ոչ հապալաս, ապա կարող ենք յուրաքանչյուր այլ, օրինակ, ելակ օգտագործել։ Այսպես։ Եվ հիմա մեզ մնում է ավելացնել պանիրը։ Խորանարդների նման, այսպես կկտրենք, որպեսզի շատ ավելի Անուշ գիտես, չէ, Անուշ մենք այո ստեղծագործեցինք հենց նոր։ ստացվեց կարևորը։ Կարծես, այո, վերջում անպայման կձոնենք մեր դուետի կողմից եւս մեկ ստեղծագործություն քո նոր բաղադրատոմսի։ Կարծես թե արդեն ավանդույթ է դառնում։ Միշտ որևէ հետաքրքիր Ձեր հերոսայտողներ, իսկ դուք կարող եք մեր Instagram-յան էջի հետ կապ հաստատել եւ գրել արդյոք ձեզ դուր են գալիս Լայզա Մինելի դուետի կատարումները, թե կարծում եք, որ այս էջը մեր կյանքում պետք է հավերժ փակել։ Սիրելի հերոստատիտողներ, ավելին մենք կարծում ենք, որ միայն ձեզ է դուր գալիս Լայզա Մինելի դուետի կատարումները եւ եթե իսկապես ձեզ այն դուր է գալիս, խնդրում եմ ոգևորեք, ոգեշնչեք եւ պահանջեք այս դուետը։
Եվ գուցե մեզ մի օր հրավիրեն երկու աստղ։ Դե առավոտ լուսոյի տաղավարում էլ մնանք էլի վատ չի, բայց գոնե գոյատևենք չփակվի դու է դա Դու հասկանում չփակվի, լավ։ Դեք սպասենք արձագանքներից էլի հեռուստադիտողներ։ Անուշ որ փուլում ենք։ Արդեն ընկույզը կարծես թե բովվեց։ Եվ հիմա ես կկտրեմ։ Հապալաս էստեղ կավելացնենք։ Եվ կկտրենք ընկույզը ու կավարտենք։ Շատ գեղեցիկ է ստացվում անուշ եւ ափսեի հետ լավ համադրվում են գույները։ Այո։ Այստեղ կարծես թե մի քանի ելակ էր ուզում, որ գույնը մի քիչ փոխվեր։ Բայց էլի գեղեցիկ է ու կարևորը համեղ։ Եվ իհարկե օգտակար։ Ընկույզը այսպես մի քիչ մեծ կտրենք։ Ես սիրում եմ, երբ ընկույզը բոված է լինում։ Դուք բույրը զգացիք ընկույզի։ Զբաղված են։ Ստեղծագործում են։ Ահա։ Ընկույզն էլ ավելացնենք։ Եվ արդեն կարող ենք ասել անուշլինի, հուսամ, որ անպայման կօգտագործեք այս բաղադրատոմսը, իհարկե նման տարբերակներ տանձով, կապույտ բաներով շատ կան, բայց այսօր վերհիշեցինք ու այս թանձրուկով հենց այս աղցանը հուսամ, որ կպատրաստեք ու կհիշեք մեզ, եթե իհարկե ձեզ դուր կգա, կարող եք առավոտ լուսո մեր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջին գրել, ուրախ կլինենք անուշլինի։ Շնորհակալություն եւ խոստացված ձոնը գնացինք։ Հապա լասով ու կոտեմով բոված ընկույզ ու պանիրը կապույտ թանձրուկ մանանեխով, որ համերը սուր կոտրի ու հագեցնի։ Ապրես։ Կշարունակենք շատ շուտով։